Ինչ-տեղ աշխատանք կգտնես դու։ Ուզում եմ իմ հին աշխատանքը վերականգնեմ։ Ես շատ ավելի լավ։ Մի հատ է լավ աղջկա հանդիպես, մի սիրուն ընտանիք կազմես։ Մենակ իմանեք ինչ է եղել։ Ինչ, հովատ բան չի եղել։ Բագրատ Լալայանն է մահացել։ Արամի պապիկը։ Ոնց ուզում ա լինի, դուրս ես գալու հին ու բարի բարեկամներից ճանապարհելու։ Փաստորեն Աննա Բագրատովնայի հայրն է մահացել, հա։ Ես այդ մարդու հետ կռիվ էի տալիս ու չէի ընդունում մերի ամուսնությունը Արամի հետ, քանի որ նրա պապն էր սպանել իմ հորը։ Բայց հիմա երբ այդ մարդը չկա, նույնիսկ չեմ հասկանում, թե այդպես ինչ է կատարվում, թե ինչ եմ զգում։ Սամջան, պետք չի, մի ծանրաբեռնեք ես։ Մահացած մարդկանց հետևից վատ խոսել պետք չի։ Ասենք, հոգուն հանգստություն եւ անցնենք առաջ։ Ես հիմա պետք է շտապ տուն գնամ։ Հա, ես էլ Աննա Բագրատովնայի հետ պիտի լինեմ։ Բայց արժի որ ինչքան ես գիտեմ, Աննան ու հայրը լավ հարաբերությունների մեջ չէին։ Բայց դա ինչ կապ ունի։ Մարդը հայր է կորցրել։ Իսկ եթե անգելը ուզում է գնալ, թող գնա։ Ես Սամի Մերի հետ դուրս գամ։ Ես հիմա տաքսի կկանչեմ։ Բարև ձեզ։ Բարի օր։ Բարի գալուստս եմ։ Մերսի։ Ոնց ես։ Լավ, դու։ Լավ, նորմալ։ Բայց ավելի լավ կլինեմ, որ դու ու քույրդ ինձ ու Անգելին մենակ թողնեք։ Գնացեք հեսա բան։ Ինչ ես մարդկանց սպասացնում։ Ավելի լավ է ասա թող գնան, որովհետև դու իմ հետ ես գալու։ Սրա համար ես վերադարձել, որ ինքնավստահ հայտարարություններ անես։ Ինձ թվում էր հանգստացած կլինես։ Հերի, ես զարմանում եմ քո վրա։ Եկել ես ստեղ կանգնել ես իմ հետ ժամանակ ես կորցնում այն դեպքում, երբ Մի քանի օր ունն էիր անգել։ Ինչ արեցիր։ Լացեցիր, հանգստացար։ ես շատ հանգիստ եմ։ Դե ուրեմն արի գնացինք։ Ուր Հերի։ Իմ ու քո տուն անգել։ Բաց թող։ Եգիտություն քեզ մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Մեզ կապող բոլոր կամուրջները վաղուց այրվել են։ Հիմա ստեղ կանգնած դու ես ինձ այրում։ Ուրեմն պետք չէր գալ ստեղ ու իմ հետ հանդիպում փնտրել։ Այն ժամանակ, երբ որ պապիդ է մահացել։ Չնայած ինչ եմ խոսում։ Բագրատ Լալայանը քեզ ինչ պապի։ Ձեր միջև անգամ արյունակցական կապ չկա։ Տղես, սարի չի խապ։ Ոնց ես կարողացել հարազատ հորդ սպանես։ Լավ չես, Արամ։
Չէ, լավ չեմ։ Ամեն ինչ կմտածեի քո մասին, բայց որ մարդ սպանես, այն էլ ում։ Հարազատ հորդ մամ։ Այն մարդուն, ով որ քո մասին հոգ հա տարել։ Դու ոնց կարող ես ինձ մեղադրել ես ոնց կարող էի հորս վնասել։ Չես վնասել։ Սպանել ես։ Դու ով դարձար, որ ինձ մեղադրես իմ հորը սպանելու մեջ։ Ես իմ հորը պաշտում էի։ Պաշտելով հանդերձ սպանել ես։ Սուտա։ Ես իմ ականջներով լսեցի քո ասածները։ Մի քանի րոպե առաջ, իսկ հիմա հերքում ես։ Դու սխալ ես լսել կամ սխալ ես հասկացել։ Ինձ հիմարի տեղ չդնես։ Դու սպանել ես հորդ։ Թե չէ ինչի պիտի այդ մարդը մեռներ։ Ինձանից քեզանից առողջ էր, մամ։ Հա, առողջ էր։ Ու եթե իմ զզվելի քույրը չլիներ, ինքը էլի առողջ կլիներ։ Այդ Աննան է սպանել իրեն, ես չեմ սպանել։ Չհասկացա ինչ այստեղ կատարվում։ Որդիս ինձ կոչանում, որ չի հաստատվեմ, տեսնում եմ, որ ես կորցրել եմ ապրելու ցանկությունը, չէ Արամ։ Արամ, բալես կասես ինչ է եղել։ Կարող է գնամ խառնվեմ։ Չէ, պետք չի։ Թող խոսեն, կարող է հաշտվեն։ Դե քո պատմածներից հետո դժվար թե հաշտվեն։ Անգել վերջին անգամ եմ քեզ ասում։ Արի գնանք տուն։ Ես պատրաստ եմ նույնիսկ նոր տուն վերցնեմ իմ ու քո համար։ Ավելին ասեմ շատ բաների եմ պատրաստ քո համար։ Հասկանում եմ, որ չես ուզում ընդունես իրականությունը, բայց որպեսզի երկուսիս համար էլ ավելի հեշտ լինի ու հասկանալի, պիտի խնդրեմ քեզ, որ գնաս ու դիմես ԶԱԳՍ։ ԶԱԳՍ։ ԶԱԳՍ գնամ դիմեմ։ Արդեն սենց։ Դե ուրեմն իմացի, որ քո ցանկությունները անկատար չի մնա։ Հենց վաղն էլ կգնանք ու կբաժանվենք։ Լսեցի՞ր ինչ եմ ասում։ Հələ պահի տենամ դրան։ Պրիվետ, դոկտոր։ Ոնց ես։ Ասա թու ինձ արսակեն։ Սիրում ես ազատություն։ Ով չի սիրում։ Ուրեմն այդ մասին պետք է հիշեիր այն ժամանակ, երբ որ ուզում էիր գլխիս սարքեիր։ Թե գիտեիր, ձեռներս ըտը չի հասնի։ Ես վախեցա,
որ ես տարիքովից կդատապարտեն եւ երկար դարեր կմանամ անազատության մեջ։ Հա, ու որոշեցիր քո կեղտերը բարդեսին վրա։ Չնայած ինչ իմանաս, կարող է իրոք ես քո հետ եմ եղել։ Դե պատմի տենամ, կարող է ես եմ վատ հիշում, ինչ եմ արել։ Կարող է իսկականից գործով ընկերներ ենք եղել։ Մի հատ օգնեք թողել է հիշի, գործընկերս։ Հա, ինչ կասես, հիշողությունը տարմացրին, հիմա մի հատ կասես քանի երեխա ենք իրար հետ առել ու ծախել, եթե իհարկե դժվար չի, ավելի մանրամասն պատմի, ես լիքը ժամանակ ունեմ, ուշադիր լսում եմ քեզ։ Եթե պիտի սենց տանջվես, ինչի եւս մի հնարավորություն չես տալիս անգել։ Չեմ ուզում։ Վստահ ես։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է։ Իմ մարի մեկը, անխելք մարդ, ինչի գնացիր, ինչի նորից ստորացար, քեզով խնդրեց, աղջկա սիրտը մահացած պապիկի համար ավելի շատ ա ցավում, քան քո համար, թե էդ ինչի մեռավ, մի տեսակ սուտ ա թվում։ Մորդ վերջ շուտ ունեցեք, սուրտ ադրսում։ Ես չեմ ուզում քո հետ նույն տարածքում մնալ։ Հա, եթե շարունակելու ես քեզ սենց պահել, ճիշտ կլինի, որ ինձ հետ նույն տարածքում չմնաս։ Ես իրան տուն կտամ։ Ում տուն։ Մեր տուն, թե դեմ ես։ Չէ, տար ինձ իմ տուն, ես էլ չեմ ուզում ես տանը մնամ։ Ես տանամ եմ մի անկյուն, իմ հորն է հիշացնում, ես արդեն խելագարության եմ հասնում։ Ուզում եմ գնանք տուն։ Արի գնացինք։ Կարող է դու էլ մեր հետ գաս։ Չէ, բալես, շնորհակալ եմ, ես իմ տանը կմնամ։ Չեմ հավատում, որ չկաս։ Ինչ ես մենակ թողեցիր։ Ցավակցում եմ։ Շնորհակալ եմ, որ եկար բալես։ Արի նստի։ Գիտեմ, որ լավ հարաբերությունների մեջ չեք եղել, բայց ամեն դեպքում ինքը ձեր հայրն է ու դրանով ամեն ինչ ասված է։ Ամբողջ կյանքս ապրեցի իրանից սեր սպասելով։ Գոնե մի քիչ ուշադրություն ու հոգատարություն։ Միշտ երազել եմ, որ պապաս թիկունքիս կանգնած լինի։ Զգամ, որ պաշտպան ունեմ։ Բայց
բայց արի ուտես, որ ստիպված եմ եղել հենց իրանից պաշտպանվել։ Ես վերջերս առիթ ունեցա իր հետ շփվելու։ Ցավոք սրտի ոչ մի բան չզգացի, ոչ մի վերաբերմունք էլ չստացա։ Ամեն դեպքում կուզեի, որ ամեն ինչ ուրիշ ձև դասավորվեր ու սիրտս ցավար, բայց ափսոս։ Բալես ես գիտեմ, որ հիմա քո համար շատ դժվար է։ Ու չգիտեմ ոնց օգնեմ քեզ։ Ինձ ոչ ոք էլ չի կարող օգնել, Աննա Բագրատովնա։ Դու ինքդ կարող ես քեզ օգնել։ Դու պիտի ներես Հենրիին։ Ինչ։ Հա, Բալես։ Հենրին քո երջանկությունն է։ Ու ես չեմ ուզում քեզ դժբախտ տեսնեմ։ Ես այդ հնարավոր բան չի։ Ես ավելի լավ եմ մնամ իմ ցավի հետ մենակ։ Չէ, Բալես։ Դա ճիշտ չի։ Եկեք փակենք այս թեման։ Ինչքան է ուզում այդ մարդուն մեռած տեսնել։ Սեմ, Թող ավարտեմ խոսքս։ Ասածս այն է, որ շատ էի ուզում այդ մարդուն ոչնչացված տեսնել ու մտածում էի դրանից հետո կհանգստանամ, կհամակերպեմ հորս կորստի հետ, բայց չէ մերի, ոչ մի բան էլ չփոխվեց մոտս։ Գիտես ես ինչքան էլ հասկանում էի, որ ինքը իմ հոր կյանքն է խլել, ամեն դեպքում փորձում էի չչարանալ, ատելությամբ չլցվել։ Ես իր պատիժը թողել էի Աստծուն։ Բարև վերադարձ։ Ցավակցում եմ, պապիկ ես կորցրել։ Մերսի։ Ձեզ էլ եմ ցավակցում, տիկին։ Ես գիտեմ ինչքան մտերիմ էիք ու ինչքան էիք սիրում ձեր հորը։ Ես իմ հորը պաշտում եմ։ Ես սիրում եմ իմ հորը։ Հա, բայց ես ուրիշ բան չասեցի։ Մերի, դու գնա հանգստացնող թեյ պատրաստի մամայի համար։ Սեմ ջան, դու նստի, հեսա գալիս եմ։ Համարիսին։ Տարօրինակ կին է։ Այսուս։ Մամ, քեզ կարգի հրավիրի։ Մարդիկ մեղավոր չեն, որ դու հորդ սպանել ես։ Չկա նման բան։ Մամ, քեզ կարգի հրավիրի, խնդրում եմ։ Ես չգիտեմ ոնց եմ պատասխան տալու քո տարօրինակ քայլերի համար։ Ես իմ հորը սիրում եմ։ Ես պաշտում եմ իմ հորը, նույնիսկ քո հորից շատ եմ սիրում, նենց որ չէի կարա նման բան անեի։ Հաստատ սիրում ենք այն ինչ ունենք, մամ։ Կարող ես նստել։ Շնորհակալություն։ Ինչն է քեզ ստում բերել։ Քո հանդեպ ունեցած մեծ հարգանքան հետ։ Իմ ու Բագրատի հարաբերությունները միշտ լարված են եղել։ Հիմի ձևեր չեմ թափին, բայց չեմ էլ կարող չխոստովանել, որ տարօրինակ զգացում է առաջացել նրա բացակայությունից, որ այլևս նրան չենք տեսնելու ու ինտրիգների թակարդում չենք հայտնվելու։ Շատերիդ համար Բագրատը բացասական կերպար էր։ Բայց ինձ համար հարազատ հոգի։ Ում բացակայությունը ոչ ոք ոչ մի ձևով չի կարող լցնել։ Ցավում եմ Անետ ջան, բայց եթե ինչ-որ բանով կարող եմ օգնել, ասա ես պատրաստ եմ։ Շնորհակալ եմ։
Ինձ ոչ մի բան պետք չի։ Իմ ունեցած իմ դատարկությունն է, իմ ցավն ու վիշտը։ Անետ իմացի, որ իմ տանդերները միշտ բաց են քո առաջ։ Ես շատ լավ գիտակցում եմ, որ Բագրատի ամենածանրը դու ես տանում։ Զգացված եմ։ Նաև զարմացած։ Ինչ խոսք։ Եթե անկեղծ լինեմ, չէի սպասում նման մեծահոգության։ Կարանք շփվենք։ Չէ, Անգելինայի թեմայով եմ ուզում հետդ խոսամ։ առավել եւս չենք կարա։ Իրա թեման իմ մոտ փակա պատը։ Ես լենց կարամ, որ դուք նորից իրար հետ կլինեք։ Կարաս համ իրան հանգից թողնես համ ինձ։ Չէ, մինչև վերջ լսի, ես ամենայի հետ խոսել եմ։ Նրանց եմ արել, որ ինքը իր աղջկան համոզի, ու կհամոզի, հաստատ վստահ եմ։ Ես չեմ ուզում։ Անգելինայի թեման իմ մոտ փակա ու որոշել եմ բաժանվել։ Բարի գիշեր։ Արամ գոնե դու մի խորհուրդ տուր մամայիդ ոնց օգնեմ։ Մերի, մամային օգնելու միակ ձևը մամայից հեռու մնալն է։ Դու լսում ես ինչ ես խոսում։ Մամոդ հիմա շատ վատ վիճակում է, իրան մեր ներկայությունն է պետք, մեր օգնությունն է պետք։ Հա, համաձայն եմ, մեկ իրան նենց ապահում, որ անգամ չգիտենք ինչ անենք, բայց դե։ Մերի, լավ կլինի դու որոշ ժամանակով գնաս եղբորդ տուն։ Ինչի համար։ Որտեվ հղի ես։ Հա, հղի եմ, հիվանդ չեմ։ Մերի, հասկացի, նույնիսկ ինձ ապարտ էս տանը մնալը, այն ինչ որ կատարվում աստեղ աբսուրդ է, ու էդի վատ կարանա դառնա մեր երեխու վրա։ Լավ կլինի գնաս եղբորդ տուն։ Արամ, երբ պապատ ոստիկանությունում եմ, մամատ ես վիճակում եմ, դու չգիտես ում կողքին լինես, ոնց հասցնես, ոնց օգնես, ես ոնց թողեմ գնամ, հաստատ չէ։ Ալո, Ուր ես։ մենք այսքան խոսում ենք, բայց դու ինձ հանգիստ չես ուզում տաս, հա, Հենրի։ Ոչինչ մի անհանգստացի։ Շուտով լավ կհանգստանաս։ Էլ ոչ մի ձև քեզ նեղություն չեմ տա։ Տեղը տասա։ Ես Զաքսի մոտ քեզ եմ սպասում։ Զաքսի մոտ։ Հա։ Զաքսի մոտ։ Որ գաս բաժանվենք։ Գամ բաժանվենք, հա։ Հա։ Ուզածը տետ չէր։ Իսկ հարցրել ես ինձ հարմար է հիմա գամ, թե չէ։ Դու իմ հարցին պատասխանի։ Ուզածը տետ չէր։ Հենրի, Ասում եմ հարցիս պատասխանի, ուզածդ բաժանվելը չի։ Ինչի ես անջատում։ խնդիր չկա, Հենրի, սպասի այդտեղ հեսա գալիս եմ։
Եթե հիմարություններ ես խոսելու, ուրեմն գնա։ Ես ամբողջ գիշեր չեմ քնել այն մտքից, թե դու ինչ ես արել։ Լսի, դու ինձ գժի տեղ ես դրել։ Ասում եմ, սխալ ես լսել։ Սխալ չեմ լսել։ Փառարբար հիշում եմ ինչ ես ասել։ Հասկանում եմ, որ հիմա մոտդ հորդ պատոշությունն է աշխատում, բայց ես արդեն իմունիտետ ունեմ դրա դեմ։ Մամ կլինի հետս անկեղծ լինես, որ կարողանամ քեզ օգնել։ Երբեք էլ ինձ չես օգնել։ Դու մենակ մեղադրում ես։ Կասես ինչ ես սպանել Բագրատին։ Նա ինձ։ Ես կարայի հորս սպանեի, ես պաշտում եմ։ Պաշտում եմ իմ հորը, հասկանում ես, խոսա, կանեի նման բան։ Գնա իմ սենյակից, գնա չեմ ուզում քեզ տեսնել, հորդ նման դու էլ պատոշ ես, գնա! Ես դուրս եմ գալու։ Ինչի էր գոռում։ Ես չունեմ։ Ինչ ա եղել, Արամ։ Ոչ մի բան, Մերի։ Խաբում ես։ Ինչ-որ բան ես թաքցնում ինձնից, ես հասկանում եմ, որ ինչ-որ բան ա եղել։ Հիմա էլ դու, Մերի։ Հա, հիմա էլ ես։ Պապիկիդ մահից զատ ինչ-որ բան ա եղել, որ քո ու մամայիդ հարաբերությունները սենց լարված են։ Հիմա էլ քանի գնում մեր հարաբերություններն են լարվում։ Հա, ուղղակի դրա պատճառը մենք չենք։ Մեր շուրջ կատարվող իրադարձություններն են։ Բարի լույս։ Նախաճաշ եմ պատրաստել, խնդրում եմ գոնե մի քիչ կեր։ Տամուսինը տա ասել, որ գաս հետը սիրալիր լինես։ Չի ասել, որ պիտի կոպտես, մեղադրես։ Ինչի համար պիտի կոպիտ լինեմ։ Արամին հարցրու կասի։ Արամը ինձ ոչ մի բան չի ասել։ Ու եթե չի ասել, ուրեմն նշանակում է չպիտի իմանամ։ Ամեն դեպքում ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Լսի, կգնաս այդ հեքիաթներդ ընկերուհիներիդ կպատմես։ Երևի ասելա, սկուտեղը վերցրու, գնա մամայի հետ սիրալիր եղի, ինքը ամեն ինչ քեզ կպատմի, հա? Անկեղծ չեմ հասկանում ինչ ես խոսում։ Դու չես հասկանում։ Լավ էլի։ Քեզ էլ ամուսնուտ էլ սիրելիս կեսրայրիտ էլ կտանեմ ծովը ծարավ հետ կբերեմ։ Ես ընդամենը նախաճաշ եմ պատրաստել։ Դրա մեջ ինչ վատ բան կա։ Չեմ զարմանա, եթե թունավորելու պլան մշակած լինեք։ Չէ, մենք այսօր իրար չենք հասկանում։ Սկուտեղդ վերցրու դուրս արի սենյակից։ Թե չէ կստիպեմ ինձ հետ ուտել այդ հացը։ Բոլորիդ վերջը հերթով տալու եմ։ Դուք հլը սպասեք։ Քեզ ասում եմ հենց հիմա, այս սկուտեղը վերցրու գնա այս սենյակից, թե չէ ստիպելու եմ ինձ հետ ուտես։ Ուղղակի երեխեն մեղ կա, հղի ես։ Տականքներ եք բոլորդ, լուրջ եմ ասում։ Ես դուրս եմ գալիս։ Ուր բալես։ Զաքս։ Հերին արդեն ընդեղ ինձ է սպասում։ Անգելենա, Ավելի լավ է ոչ մի բան մի ասեք։ ինչ չասենք։ Մի հատ արի նստի։ Չէ, պապ։ Արի նստի մի երկու բառ խոսենք, հետո ինչ ուզում ես արա։
Չէ, կներես պապ։ Ավակ պետք չի։ Մի գնա հետևից։ Դու ոչ նյարդայնացի, ոչ էլ քեզ կոտորի։ Մեկը ինքը իր ասածն է անելու։ Այսինքն թողնենք ինքնահոսի։ Ինքնահոսը չի։ Չէ, ուղղակի չենք ուզում, որ նրանց ընտանիքի հետ կապ ունենա։ Դրա համար դեմը չենք առնում։ Ախր ինչով ենք մենք Միքայելից տարբերվում։ Ինչով։ Հա? Առաջինը մեր ցանկությունները, հետո մեր երեխու երջանկությունը, հա? Տենց։ Լավ արեցիր, որ եկար։ Մենակությունից սիրտս պայթում էր։ Հենց դրա համար էլ եկել եմ։ Եկել եմ, որ գնանք։ Ուր։ Ես ուզում եմ, որ դու տեղափոխվես իմ տուն։ Չէ, բալես։ Դու հանգիստ գնա քո տուն։ Ես կմնամ այստեղ։ Ես չեմ ուզում քեզ խանգարեմ։ Դու ինձ երբեք չես խանգարել։ Հիմա առավել ևս չես խանգարում։ Չէ։ Ես այստեղ կմնամ, դու հանգիստ եղի։ Որքուր լավ էլի ես քեզ խնդրում եմ։ Չէ, էլի բալես, չէ։ Էլ չի քննարկվում, ես հենց հիմա բարձանում եմ քո իրերը հավաքեմ։ Թող գոնե Բագրատի։ Թող այս ամեն ինչը անցնի հետո։ Մենք հիմա իրար հետ կգնանք իմ տուն ու ամեն ինչ կկազմակերպենք պապայի հետ կապված։ Հետո ես անհանգստանում եմ քո համար, ես վախենում եմ, ես չեմ ուզում, որ դու ստեղ մնաս։ Ինչից։ Լիլիթուրը։ Արամը տարավ։ Շատ ավելի լավ։ Ես չեմ հավատում, որ պապայի հետ կատարվածի մեջ Լիլիթը մեղք չունի։ Չէ։ Չի կարող պատահի։ Մի ասա։ Աստված տա ես սխալ լինեմ, բայց ամեն դեպքում չեմ ուզում, որ դու մենակ մնաս այս տանը։ Թող այսօր էլ անցնի կհասկանանք։ Ավելի հորքուր։ Հիմա աչքիս ոչ Լիլիթ է գալիս, ոչ տեղափոխվել է գալիս, ոչ էլ ինչ-որ բան։ Դու ճիշտ էիր, ես երևի գնամ Սեմի մոտ, շատ եմ կարոտել էլի, մի քիչ հետը մնամ։ Ինչ ա եղել Մերի։ Չէ, ուղղակի։ Ասա տեսնեմ ինչ ա եղել։ Բան չի եղել, արա։ Մամայի հետ ես կռվել։ Թաքուն պլանավորում եք ոնց գլուխս ուտեք։ Լավ, ամեն ինչ արդեն պարզ է։ Ինչն է պարզ, ինձ է լուսավորի։ Ես գնում եմ սենյակում։ Հայրական գենդ քեզ ինչ է հուշում։ Ինչ ես անելու։ Ման վերջ դու էլի։ Ես ինչ եմ ասում։ Պապիկի թաղման համար գումար չխնայես։ Ամեն ինչ նորմալ կկազմակերպես, հասկացանք իրար։ Ինչի թեման փոխեցիր։ Ինչի անցում կատարեցիր պապիի թեմային։ Լավ արեցի թեման փոխեցի, հարցեր կան։ Չկան։
Էլի հասանք վերջնակետին։ Պիտի գիտակցան, որ սրանից հետո կարա հետադարձի ճանապարհ չլինի։ Գոնե ես իմ հետ պիտի անկեղծ լինեմ։ Հաստատ ուզում եմ ես ամեն ինչն անել, թե չէ։ Ու էլի պիտի իրարից բաժանվենք։ Էլի ամեն մեկս մեր ճամփով գնանք։ Լավ, ինչքան պիտի նույն կրակի միջով անցնեմ ու վառվեմ։ Պարտադիր պայմանա, որ կյանքի բոլոր դժվար փուլերով հերթով պիտի անցնենք։